Արտադրության անձնակազմով երևույթին պատմություն ընթացքում ժողովրդության առաջին անգամ ընկերությունը ինքը իր միջոցների հաշվին հնարավորություն ունելու նոր շարք ժողովրդության մեքենաներ իրենց ոչ վարչապետ ռեանիմոբիլա բոլոր սարքավորումները Defibrillatorն է, վարչապետ, կարդիոմոնիտորն է, հոգի արհեստական օդափոխության սարքավորումն է, հիմնականում հեռու տեղից հիվանդին բերելու ճանապարհից վիճակներում տեսակը ինձ հիմնականում սարքավորում ինքը որ հոգի արհեստական օդափոխության սարքավորումի կոշտ պատկարակն է, վանոցի գլխի ֆիքսատորով, եկեղեցու սովորական պատկարակն է, վակուումային մոբիլիզացիոն մեքենա բազմաթիվ օգտվածներով հիվանդներին Որևէ մեքենայում չենք ունեցել միշտ, պարոն վարչապետ, ու միշտ ունենք դժգոհություն այս դեպքերի համար։ Ինքը աստիճանքը այն հիվանդները, որոնք որ պետք է նստացնենք, ու ինքը շատ հետաքրքիր ֆունկցիա ունի։ Այո, պարոն վարչապետ, ինքը հենց Այսինքն մինչև 150-200 կիլոգրամ կարողանում է տանի, որևէ ուժ չեմ կիրառում, ինքը ավտոմատ ու բոլոր մեքենաները այս սարքավորումով հատուցած են։ Բոլոր մեքենաները 3 տարի ամբողջությամբ սպասարկվելու է կազմակերպության կողմից, այսինքն որևէ մրցույթ չի հայտարարվելու մեքենայի սպասարկման հետ կապված։ Հիմա Երևանի շտաբ օգնությունը քանի մեքենա է։ Այս բանի, գործի մեջ թե ընդհանուր 60 մեքենա ունենք, քանից ունենք։ Նայեք, սենց է, հիմա այս բան կանչերը ծննդյան ամիսին, եթե շատանում է, մինչև 53 բրիգադ սարքում։ Կանչերի փչացման հետ կապված իջացնում ենք, այսինքն ճկուն նկատում եմ բոլորը սարքին վիճակում են։ Հա, հիմնականում բոլորը սարքին վիճակում են։ Բոլորը սարքին վիճակում։ Նկատում եմ հիմա ինչքան է օբյեկտիվ պահանջարկը եւ ինչքան մեքենա կա աշխատող։ Միջինում 50 մեքենան ունենք այդ։ հա միանշանակ ունենք, դες չի նոր մենք պակասների բացարձակ չունենք։ Հիմա փաստացի թարմացում Բոլոր մեքենաները ձեռքաբերվել լիզինգով, կառավարությունը ծրագիրում 10%-ը մարելու է տոկոսի, բայց ես նշեմ, որ այս մեքենաների ամբողջ գումարի չափով 250 միլիոն դրամ ընկերությունը ավանդադրած գումար ունի։ Այսինքն մենք այդ գումարը ավանդ եք դրել, վերջացած տոկոսները մայր գումարն եք մարելու, կառավարությունը լավ ծրագիր ունի, լիզինգի 10%-ը մարելու է, մենք էլ հետագայում սա արդեն շահութաբերության հաշվ։ Այս զորեղ օպերատիվ կառավարման կենտրոնն է, ամբողջ հանրապետությունից զանգեր ստանում ենք, որվա կրտվածքով ստանում ենք մոտ այս պահին, այս տարի մոտ 1800 կանչ, հիմնականում այսօրին 2000-2200 կանչ ենք ստանում, զանգ, այս տարի փոքր ինչ նվազել է, ոնց որ նշեցի, կանչերի 25%-ը հանրապետության տարբեր մարզերից հայլնում զանգին, մնացածը Երևան։ Հիմա երկու կապ ունենք, խափանման դեպքում ավտոմատ միանում է մյուսը, կոչվում է Ե1 կապող, ինքը թվային կապ է։ Բաց թողած զանգեր ընդհանրապես չենք ունենում։ Հիմա մենք ինչ որոշեցինք զանգերը կենտրոնացնել։ Այո, օպերատիվ կառավարման կենտրոնը մենք մեքենաների պրոցեսը սկսել ենք։ Հիմա մեր հիմնական պրակտիկ խնդիրը, որ մենք ուզում ենք լուծել, այդ շտապօգնության սահմանագծումը վերացնել։ Այո։ Այսինքն մի ընդհանուր համակարգը ավելի համեն դեպս կանխավարկածներն որ տենց ավելի հասանելի կլինի մարդկանց եւ որակյալ կլինի ծառայությունը, մի ժամանակ մոնիտորինգ կանենք, տեսնենք 103-ը հաստատի ամբողջ հանրապետությունով հասանելի է։ Այսինքն 103 զանգերի գալուս է այստեղ զանգը, այստեղից գնում է արդեն բան։ Հիմա այս ամբողջ կենտրոնը տեղափոխվում առողջապահ։ Այդտեղ ծավալ Եվ կլինի, հա, բոլորը կզանգեն 103։ Մենք պետք է ավելի լավ, այդ նախարարությունը պետք է ավելի լավ տեխնիկա։ Մենք այդպես էլ, այո։ Ամեն ինչով պետք է բան։ Պարոն վարչապետ, մի հատ է ուրիշ գործիք ենք հիմա ներդնում, որ քաղաքացին զանգելով 103, եթե ինքը չի կարող կողմնորոշվի, թե ինքը որտեղ է գտնվում, մենք իրան կարճ հաղորդագրություն ենք ուղարկում, ինքը ընդհանրապես սխմելով այդ կարճ հաղորդագրության վրա մենք իրան ավտոմատ արդեն տեսնում ենք, թե ինքը որտեղ է։ Սարերում կլինի, ձորերում կլինի, մենք իրան կգտնենք արդեն քարտեզի վրա կոնկրետ տեղը իրա կտեսնենք։ Շատ լավ, դե չխնդարենք։